Ինչի է Նյարդային Փաշինյանը, հիշում եք մետրոյում նրա խոսելաձևը արցախցի կնոջ հետ, արդյոք հայ տղամարդուն հարիր է կնոջ հետ այդպես խոսելը։ Վարչապետը ով ինչ է իրավունք չունի, շատ վատ է, շատ վատ, ասենք արցախցին հայ չի, մարդկանցին տեղից հանեցին, տները թողեցին, տուն, տեղ, ընտանիք թողին եկան Հայաստան։ Մեր հայնա, մեր ժողովուրդն ինչ տարբերություն։ Փաշինյանը վերջերս Նյարդային է դարձել։ Ես էլ եմ Նյարդային դառնում այդ Փաշինյանի արազներից, այդքան զիջումներից, մենք էլ ներվային անում ենք, բայց ինչ անենք։ Հենց կռիվ անենք, ինչ անենք։ Դենք կռիվ ան, օրինակ արցախցի կնոջ հետ մետրոյում կռիվ արավ։ Եկեք մի օր էլ կգան ինձ կթողան կռիվ անեն, ինձ են բան անեն, թե ինչ ես Փաշինյանի հասցեին sense խոսում։ Ճիշտը պետք է ասեմ։ Թողան ինձ գնդակարեն։ Ճիշտը որ ճիշտ է։ Դրա համար էլ այսքան մեծ էր Հայաստանը, դարձավ այսքան պստիկ, լռելով։ Ոչ թե պետք է թողեին այս մարտին 8 տարի մնար։ Իր նախընտրական քարոշչությունների ժամանակ ինչ էր խոստացել, ինչ չարեց, պետք է չթողեին տարին լռանար։ Պետք է հավաքվեին ախպեջան։ Ձայները հետ կանչելու իրավունք ունենանք։ Մենք ձայն ենք տվել, ես քեզ Փաշինյան ընտրել եմ։ Ինչ ես ինձ խափեի, ես թափեցրի։ Հա? Եվ իմ ձայնը հետ տվեք մի տարի հետո տեսանք չի կատարում իր ասածները, պետք է հանենք գցեն դուրս։ Էնել մետրոյում, ժողովրդի մեջ, սխալ է դա։ Ես սխալ եմ գտնում։ Ես դա ճիշտ չեմ համարում, ամենայն դեպս դա ճիշտ չի։ Անկախ ինչ իսկ ինչն է ճիշտ։ Որպես պաշտոնյա ճիշտ չէ, թե որպես պաշտոնյա, եւ երբ որպես հայ տղամարդ եւ որպես հայ պաշտոնյա։ Ամենայն դեպս պետք է կարողանան էմոցիաները զսպել։ Հայ տղամարդը 10 հոգու է, 10 տղամարդի հետ կռիվ անում, ծեծելու դի ամոչի, բայց աղջկա է չի կարելի։ Տակարյունն է, շուտ է բռնկվում։ Որպես վարչապետ, որպես բան պետք է ինքը մի քիչ սառնասիրտել է, մի քիչ համբերատարել, շուտ չբռնկվի։ Եթե շուտ չբռնկվի, դες բաներ դուրս չի տա։